Առաքինություն, որպես եզր կամ սահմանում, կնշանակե բարոյական, կենցաղային, բարեբաշխական հատկանիշներ, որ Աստված կսիրե եւ Աստված կակնկալ է, որ մենք այդպես այդ արժեքներով ապրենք եւ զարգացնենք մեր կյանքի մեջ։ Առաքինությունները մեզ կմիացնեն իրարու հետ, կմոտեցնեն համերաշխ կյանք ապրելու համար, այդ նպատակով, որ մեզ մոտեցնեն առ Աստված։ Կա առաքինություն, կա քրիստոնեական առաքինություն։ Քրիստոնեական առաքինություն հավատքի վրա հիմնված է։ Հետևաբար, երբ որ կսենք առաքինություններ մեզի համար որպես հավատացյալներ, այս առաքինությունները ծագած են առաքելական քարոզությունից, մեր Տիրոջ քարոզությունից, անշուշտ նաև ավետարաններից։ Եվ այս առաքինությունները ուղենիշներ են, որ ի վերջո պետք է դառնան սովորություններ, ավանդույթներ մեր կյանքերից, որ կարանք ուղեք մեր կյանքը դեպի Քրիստոսի ավետարանի համապատասխան կյանքին։ Հավատքը իրապես շատ տարածված բառ մնա ամեն մարդ գործած է եւ հավատացյալ եմ կամ դժբախտաբար ոմանք այցելես չեմ հավատա, բայց իրապես կարժե մի քանի րոպե անդրադառնալ հավատքի մասին որպես եզր։ Հավատք բարձրապես մտքի մեջ բան ընդունել չէ, որ կասես ես համոզված եմ, ես կհավատամ։ Հետաքրքրական է Աստվածաշունչի մեջ նոր կտակարանի մեջ, ուրեմն Մատթեոս ավետարանի կամ Մարգոս ավետարանի լավ 5-րդ գլխի մեջ Գերգեսացի դիվահար մարդ մգա, որ կմոտնա Հիսուսին եւ ուզե որ Հիսուս բժշկե իրեն։ Եվ երբ որ Հիսուս կմոտնա բժշկելու, դիվահարի մեջ բիղձ ոգին գսե ինչու զիս գահալածես ով բարձրյալ Աստծո որդի։ Այսինքն նույնիսկ դևը կճաշնա Հիսուսին եւ գիտե որ բարձրյալ Աստված գոյություն ունի։ Հետո որ կսենք կհավատանք, բարձրապես մտային համոզում չէ։ Այդ մտային համոզումը պետք է վերածվի, թարգմանվի ամենօրյա կենցաղի։ Եվ ավասիկ այդ դեր է, որ հավատքը դառնա առաքինություն։ Պողոս առաքյալը գսե օրինակ մենք ամեն քսալ մեղավոր ենք։ Եվ ամեն քսալ չենք կարող մենք մեզ փրկել առանց Աստծո շնորհքին, հետևաբար մենք մեղավորը լալով գարթարանանք հավատքով։ Այսինքն պետք է մենք ընդունենք ոչ թե միայն Աստվածի գոյությունը, այլ պետք է ընդունենք, որ Հիսուս Քրիստոս, որ ապրեցավ 33 տարի աշխարհի վրա եւ կյանքը կամավորապես զոհեց մեր մեղքերու համար, ոնց որ Հովհաննես Մկրտիչը իրեն ավետարանի առաջի գլխի մեջ կսե ահավասիկ գալիս է գարն Աստուծո։ Գարը ադորերուն զոհաբերության համար կառնեն, զոհելու համար մատաղ։ Հետևաբար Քրիստոսի առաքելություն այն է, որ դառնա փրկակինը մեր մեղքերու։ Եվ որ գսենք ես կհավատամ թիվ 1 ոչ թե միայն մտքիս մեջ եմ այո Աստված գոյություն ունի, այլ որպես քրիստոնյա պետք է ընդունիմ, որ ես կհավատամ Հիսուս Քրիստոսին, որպես իմ փրկիչը, որ զոհվեցավ խաչի վրա գամավորապես, իր ազատ կամքով գնաց Երուսաղեմ, իմ մեղքերուս քինը վճարելու համար։ Եվ այդպեսով Պողոս առաքյալը գսե հակառակ որ մենք մեղավոր ենք եւ մեղք կգործենք, սակայն եթե մենք կհավատանք Քրիստոսի արյունը, Քրիստոսի զոհաբերությունը վճարեց գինը մեր մեղքերուն եւ ես արդարացած եմ։ Օրինակ հավատացյալ պետք է այս ամեն ընթացքը մենք հասկանանք, տեղյակ լինենք եւ ավասիկ ինչու համար եկեղեցու քարոզությունը կարեւոր է եւ երբ որ գսեմ գհավատամ Քրիստոսին ոչ թե միայն գավադամ իր քոյությանը կամ իր առաքելությանը, այլ կհավատամ, որ ինձ համար, մեղավորիս համար Հիսուս խաչվեցավ, որ իմ անցելույս աժմույն եւ առաջգա մեղքերուս կավության քինը վճարե, բրգագին կսենք մենք։ Սրան կպատասխանե Հակոբոս առաքյալը, հիմա Պողոս առաքյալը շատ մտերեր կխոսի այս արդարանալ հավատքով։ Եթե հավատ չունենանք Հիսուս Քրիստոսի խաչելության որպես մեր մեղքի փրկակինը, անադեն չենք արդարանալ եւ Աստված չի կարող մեզ փրկել, որը մենք մեղավոր ենք։ Սա շատ մտերեր Պողոս առաքյալը խոսի, ներառյալ ասենք Հռոմեացիք նամակի մեջ 3-րդ գլուխ 28-րդ համար հստակ ասկետ գիշե։ Սրա պատասխան ծևոմ հայելիմը Հակոբոս առաքյալը գուտա իր նամակի մեջ 2-րդ գլխու 14-րդ համարի մեջ Առաքյալ գսե, բայց հավատքի ինչ արժեք ունի, եթե դա չթարգմանվի գործի։
Ուրեմն հավատք իրապես առաքյալ շեշտե ճիշտ է, մենք անձամբ մենք զմես չենք կարող բրգել։ Մենք պետք ունենք Քրիստոսի զոհաբերության, որ մեր մեղքերը մաքրվին։ Բայց երբ որ գսենք մենք հավատանք Հիսուսին ինչ կնշանակե, առաքյալը Հակոբոս գսե, դա պետք է թարգմանվի գենցաղի, կյանքի։ Դրա համար Հիսուսը ներեցեք ձեր հալածողներուն, աղոթեցեք ձեր իշտեմ սիրեցյալներուն, օգնեցեք աղքատներուն, այցելեցեք միավոր։ Հետևաբար հավատքը, երբ որ մենք խոսենք հավատք որպես սահմանում, մենք հասկանանք նախ ընդունել Քրիստոս որպես ճշմարիտ Աստված, որուն խաչելություն մեզի համար բրգության ճանապարհ եղավ, բրգեց մեզ, ինք բրգակինը վճարեց, ապա եթե մենք հավատանք, ուրեմն մկրտվենք այդ հավատքով եւ ցանկենից ուխտենք հետևիլ այդ բրգի ավետարանին եւ այդ կեվեչը կսկսի ուրեմն մեր կենցաղը պետք է փոխվի եւ համապատասխան լա Քրիստոսի ավետարանին եւ քարոզչության։ Այո, Պողոս առաքյալը խոսի հավատք, հույս եւ սեր անշուշտ հավատքը առաջին գծն է, բայց գսե հավատ նույնս առաքյալը գսե հավատքը այնքան իմաստություն ունենա, թե սեր չունենանք։ Անշուշտ երեքն հիմքերն են մեր քրիստոնեական կյանքին, այսինքն հավատք Աստուծո գոյության եւ իշխանության եւ ամենակալության, հույս, որ Աստվածադուր խոստումները պիտի իրականացվին, այսինքն հույս, որ մենք հաղթահարած ենք մահու, մահեն վերջ մենք միլաբրին երջանիկ անվերջ կյանք, մենք պիտի միանանք մեր ծնողներուն, տատիներուն, բաբիներուն եւ այլն նահատակներուն, սուրբերուն, սա հույսն է։ Իսկ սերը իրապես կարևոր գամուրջն է, որ կկապե այս ամենը, այսինքն ես ոնց կարամ սեմ Աստծո կհավատամ, եթե ես այդ սերը չունեմ հանդեպ Աստծո ավետարանին, Աստծո ստեղծագործության, Աստվածատուր կյանքին որպես պարգև, ես ոնց կարամ ասեմ Աստծո գսիրեմ կամ գավատամ, որ իրապես ֆիզիկապես գոյություն չունի, բայց իմ դրացից կամ բարեկամից կամ գործակիցից կատեմ եւ կհալածեմ։ Հետևաբար սերը այդ կապն է, որ գմիացնի աս երյակը, ասենք արաքինության երյակ, հավատ, հույս, սեր։ Մենք սիրով է որ գաբնենք Աստծո հետ, ոչ թե վախի պատճառով որ մեզ պիտի պատժե կամ որպես բարձաբես որպես բաբենական ավանդություն, սրանք անշուշտ մարդկային էության մեջ գոյություն ունին, բայց կարևորագույն պատճառը որ մենք Աստծո գավնանք, որ մենք Աստծո գսիրենք, որ նա մեզ սիրեց։ Հովհաննես 3:16 գսե, Աստված այնքան սիրեց ստեղծագործություն աշխարհը, որ զոհվեցավ նույնիսկ իրան։ Չսեր Աստված այնքան հրահանքեց մարդիկ բրգվին, կամ Աստված այնքան կատարյալ գործրավ, այս այնքան սիրեց։ Հետևաբար Աստծո հարաբերությունը մեր հետ, որ մեզ գհրավիր է դեպի հավատ, սիրո վրա հիմնված հարաբերություն է, եւ մենք փոխադարձաբար պետք է այդ սիրո պատասխանով գտնվենք հետը, ոնց որ նարեգացի միշտ կսե իխորոց սրդի խոսք ընտասո, սրդից փոխած խոսքեր։ Եվ անշուշտ նույնպես հույսը, եթե ես իրապես չեմ ընդունել Աստծո որպես իրական գոյություն ունեցող, հավերժական կենդանություն ունեցող ամենակալ Աստված, եւ չեմ կարա սիրել իրեն, երբ ոնց կարամ վստահիմ կամ հույս ունենամ, որ իր խոսումները ճշմարիտ են, որ իրապես ես մահից մի փոխադրվիմ դեպի հավիտենական կյանք, կամ իրապես ինձ մի առաջ հանգուցյալները այսօր Աստծո ներկայության մեջ են եւ թալաբարության որ հավիտենական կյանք պիտի վայելեն։ Հույսն հիմնված է սիրո հարաբերության վրա, բայց ի վերջո սրանք ամենն ըստ իս կարևորագույնը դեպի Աստված հավատքն է։ Այսինքն ես կարամ սեր ունենամ Աստծո ստեղծագործության հանդեպ, մարդկանց հանդեպ, իչնեմ աշխարհական ուրիշ նյութերու հանդեպ, բայց դա սերը ես չեմ մշակած դեպի Աստված, ուղիղ գապ Աստծո հետ, այդ սերը կատարյալ սեր չէ։ Հանքանակ հավատոն նորեն հիանալի օրինակ լևոնց մեր եկեղեցին կհասկնա մեր դավանություն եւ նաեւ կթարգմանե ամենօրյա կյանքի անշուշտ հավատամքի մեջ գիշվին Սուրբ Երրորդության անձերը, այսինքն Աստծո երեք ծևերով հայտնությունը մարդկության պատմության մեջ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բայց մեջ նաեւ եկեղեցին անդրադառնա Սուրբ Հոգու
կորձունեության վրա աշխարհի մեջ Սուրբ Հոգին է որ մեզ կարոզեց մարգարեներու եւ առաքյալներու միջոցով հավատքը առաստված Սուրբ Հոգին է որ եկեղեցին հաստատեց եւ Քրիստոս հաստատեց եկեղեցին բայց Սուրբ Հոգին է որ գարաշնորհի եկեղեցին այսօր եւ Սուրբ Հոգի շնորհիվ է որ մենք կմկրտվենք եւ կմիանանք Քրիստոսի մարմնի հետեւաբար եկեղեցին նաեւ մեզ գիշեցնե որ մենք կհավատանք այս եկեղեցու առաքելության եկեղեցու վարդապետության որում մեջ հիշված են ամեն առաքինությունները որում մասին խոսեցանք նաեւ մեզ գիշեցնե որ աստվածային խոսումները ճիշտ են մենք հավատանք որ հարության օր պիտի գա եւ սուրբերը պիտի արդարանան եւ հավիտենական կյանք ապրին հետեւաբար հանքանակ հավատում որ մենք հավատամ կսենք որ նիգյո ժողովեն ցակած է իրավես հիմքն է մեր հավատքին կամ փոփե հավատքի կարևոր սույները եւ ցևով մը գկաբե մեր հավատքի ամենօրյա կյանքի հետ որն է եկեղեցու առաքելություն միանալ եկեղեցի մկրտվել ապրիլ եկեղեցու կյանք եւ հույսով որ ի վերջո պիտի արժանանանք աստվածային խոստումներուն հավատքը անշուշտ ճանապարհ է իրավես վերջագետ չէ հավատքը կյանք է մենք կաճինք հավատքով մեր բարակային երբ որ մենք նոր գծենք մենք հավատք ունենք բայց կյանքի փորձառություններուն չենք ենթարկված եւ որ կաճինք այդ կյանքի փորձառությունները սատանան գոկտակորձե եւ ուզե մեզ շեղեցնել հավատքից եւ այստեղ է որ մեր հավատքը սկսի աճիլ գիտեք ոսկին փայլի երբ որ գրագով կփայլեցնեցնար յանքի փորձառությունները քրիստոնյա համար կդառնան արիտներ հավատքը զորացու եթե մարդը գուզե զորացնել հավատքը եթե ոչ այդ փորձառությունները գործանեն իրեն եւ կդառնա մեղավոր անց բայց որքան որ հաղթահարես այդ փորձառությունները այնքան որ հավատքդ կաճի եւ կզորանա հետեւաբար յանքի մեջ ամեն ընթացք ամեն տարի մեր հավատքը դարբեր մակարդակի վրա է հույսով ենք որ կաճի եւ ավելի կզորանա եւ ըստ այնը այդ հավատքը պետք է արդացոլվի ըստ այդ հավատքի չափահասության թողենք ամենօրյա մեր գենցաղի հետ իրապես լուրջ քրիստոնյա մոնամար պետք է արդացոլե այդ հավատքը իր ամենօրյա մարդկանց հետ հարաբերություններով այսինքն հավատքը պետք է արտահայտվի որքան որ աջինք հավատով հավատքի մեջ այնքան հրամայական կդառնա այդ կորզնական արտահայտությունները դու չես կարող հավատքս իմ սրտից մեջն է ոմանք իմ 35 տարվա առաքելության մեջ ինձ ասած են սրբազան ես եկեղեցի չեմ կար հաղորդություն չեմ բայց ես կհավատամ հավատքը իմ եւ Աստծո մեջ է շատ սխալ ըմբռնում է հավատքը պետք է թարգմանվի կորձի ժողովուրդը շուրջդ պետք է զգան քո հավատքը դու մի տարբերիս մեր Տեր Քրիստոսյաներուն սիրեցեք զմիմյանս իրարու սիրեցեք, որ ժողովուրդը գիտնա, որ դուք իմ աշակերտներս եք։ Այսինքն ընդհանրապես 12 հոգի իրար հետ համաձայն դժվար է։ Այն մարդ բյուզե ինքը շեֆը լա, ինքը լավագույն լավան, իսկ Հիսուսը ասավ սիրեցեք, միասին եղեք, որբեսի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք։ Հետևաբար յուրաքանչյուր քրիստոնյա թե գուզե արժանանա քրիստոնյա դիդրոսին բադիվին, պետք է ամեն ջանք տապե, որ այդ հավատքը թարգմանե կյանքի։ Եվ ահա այնտեղ է, որ հավատքը գաստե մեր ամենօրյա կյանքի մեջ։ Ներողամիտ լալ, օգնել, այցելել ուրիշներուն, աղոթել ուրիշներու համար եւ այն։ Սա ամենար արդահայտիչ թողենք հետևանքներ են հավատացյալ կյանքի։ Հավատացյալ հասարակություն անշուշտ շահեկան է, շատ մտցևերով, նախ գիրեք աշխարհի ամենամեծ հանրածանոթ տնտեսական, սոցիալական համակարգերը հիմնված են քրիստոնեական ավետարան, Քրիստոսի ավետարանի վրա, անշուշտ ի վերջ շեղած են, բայց երևակայեցեք ընկերություն, որ ամեն մարդ իրարու գոքն է, ասին ֆիզիկապես, ֆինանսապես եւ այլն, ուր որևէ մարդ միայնակ չսկալ
զրկված չսկար միշտ մարդիկ միասին արդ գացի ասին հիանալի ամեն գոմե շահագան մտնոլորտն է եւ ի վերջո նորից հիշենք իմ առաջի խոսքի թե garanք Աստված գուրախանա Աստված մեզ ստեղծեց որ իրար հետ ապրենք ուրախ երջանիկ կյանք ոչ թե իրար հետ պայքարենք եւ հարազենք ես կան ընկմտացեմ ես Աստծո աղոթեմ ով Տեր Աստված բաճե աստշնամիս միշտ ոմեն տշնամիս ինքն է աղոթում Աստծո ով Տեր Աստված բաճե վահարի հիմա Աստված ինչ բինը երկու զավակներ են աղոթեն մեկ մյուսի թեմ պրոբլեմ գլա դա միս հոր մի եթե հայր մի երկու զավակներ իրար հետ պրոբլեմ ունենան հայրը նույնքան դերես թե ոչ ավելի շատ գծավի Հետևաբար, եթե մենք իրապես ապրենք մեր հավատքի սկզբունքներով, այդ ընկերությունը, այդ համայնքը հիանալի օրինակ գտարնա գադարյալ գնամսել կյանքի մտնոլորտի աշխարհի մեջ։ Ի վերջո աշխարհը մեղավոր եւ ժամանակավոր աշխարհ է, բայց գնանքսել ամենամոտ գլանք այդ հավիտենական երանյալ կյանքի։ Իրապես հավատքը հասկանալ ոչ թե որպես пассив մդային համոզում, այլ հավատքը պետք է հասկանանք որպես ամենօրյա կյանք, որուն նպատակն է մեր հարաբերությունը իրարու հետ ճշտել, շտկել, հիմնել Քրիստոսի ավետարանի վրա, որուն հետևանքով մենք ավելի կմոտնանք Աստծո, ավելի սիրելի կդառնանք Աստծո, եւ այդ է հավատքի առաքելության իմաստը։ Հավատքը զորացնելու համար անշուշտ կարևորագույն դեր կխաղան մեր ծնողները, մեր ընտանիքը, մեր գերտասանի անդամները, մեր գյուղը, մեր քաղաքը, բայց կարևորագույն դեր կխմարավտ չափահասնելու համար եկեղեցին կխաղա, եկեղեցին յուրաքանչյուր գյուղի, քաղաքի եկեղեցին պետք է կարևոր դեր խաղա նախ բացատրելու հավատքը, մենք պետք չէ բարձրապես ասենք երախանձնամ մկրտվեցա ուրեմն հավատացյալ է։ Եթե այդպես լար վիճակը Աստված պետք չուներ 1500 էջնոց Աստվածաշունչը գրելու։ Եթե Աստված Աստվածաշունչ գրած է, եւ եթե Քրիստոս հրամայած է առաքյալներուն, որ քարոզեն, ուրեմն այդ քարոզչության մեջ, այդ Աստվածաշունչի մեջ Աստվածային պատկան մգա, որ կարևոր է մեզի համար։ Հետևաբար մի քիչ ջանք տապենք հասկանալ ինչ է քրիստոնեական հավատքը։ Կարևոր են սովորություններ, մոմ վարել, եկեղեցու պատը համբուրը շատ կարևոր է եւ մեր հիանալի բավական ավանդույթներն են, բայց սրանք միջոցներ են դեպի նպատակ։ Նպատակը հավատալ Քրիստոսին եւ երկրգության առաքելության, որն է հիմքը վեմքարը Հայաստանի այս առաքելական եկեղեցու քարոզչության։